Բարև ձեզ։ Ես երկու բառով ուզում եմ անդրադառնալ մեզ վերջերս օրակարգ մտած մի հատ հարցի վերաբերյալ, խոսքը գնում է որոշակի գումարի դիմաց զորակոչային տարիքի մեր երիտասարդներին բանակից ազատելու կամ ծառայության ժամկետը էականորեն կրճատելու այդ հարցի մասին։ Ասածս ինչ է, տեսեք, ըստ էության առաջարկում է որոշակի պատժի դիմաց, մեր երիտասարդներին ազատել զինվորական ծառայությունից։ Դե մի ամիսով ծառայելն էլ է ազատվել, եթե ուզում եք իմանալ, կամ 2 կամ 4 ամիս ծառայելն էլ է, ծառայություն էլ է դա աստծոյն ազատել։ Եվ ես բացարձակ չեմ կամ հասկանամ այս հարցի այսօր օրակարգ բերելը, մանավանդ այս տեսքով, ինչ արդյունք են ուզում իրանք այդ դրանով ստանան։ Դրա փոխարեն ես առաջարկում եմ ընդօրինակել միջազգային փորձը, ես էլի եմ ասում, նոր հեծանիվներ հորինել պետք չի տարբեր ոլորտներում։ Եվ օրինակի համար պատժելու սկզբունքից հրաժարվելով խրախուսման սկզբունքը ներդնելով հասնենք նրան, որ մեր երիտասարդները շահագրգռված լինեն եւ ոչ թե միայն տղաները, այլև աղջիկները շահագրգռված լինեն ծառայել հայկական բանակում։ Ինչ է իմ առաջարկս։ Բազմաթիվ խրախուսման տարբերակներ կան, բայց ես բերեմ ընդամենը մի քանիսը եւ խնդրում եմ, եթե հետաքրքրում է այս թեման, մեկնաբանություններում ձեր կարծիքները գրեք։ Առաջի տարբերակը կամ առաջարկը, որ այն երիտասարդը, որ ծառայում է Հայաստանի բանակում, հայկական բանակում, ծառայությունից հետո քննությունները հանձնելու պարագայում անվճար կընդունվի այն բարձրագույն ուսումնական հաստատություն, որի վրա մատը կդնի։ Խոսքը վերաբերվում է համ աղջիկներին, համ տղաներին։ Երկրորդ տարբերակը կամ երկրորդ խրախուսման մեթոդը դա այն է, որ ծառայության ընթացքում աղջիկներին եւ տղաներին հնարավորություն տրվի տիրապետել, ուսուցանել մասնագիտություններ, որոնք որ խիստ կիրառելի են եւ անհրաժեշտ են եւ բանակում, եւ մեծ պահանջարկ ունեն խաղաղ կյանքում։ Օրինակ, տղաների համար դա մեքենաների ընթացքային մասի վերանորոգման վարպետն է, կամ շարժիչ վերանորոգման վարպետն է, մեքենայի էլեկտրիկն է, կամ էլեկտրոնշիկն է, որովհետեւ այսօրվա բանակը հագեցած է բարդ տեխնիկայով եւ այդ տեխնիկան պետքա սպասարկվի։ Եթե այդ սպասարկման հարցը սովորեցնեն մեր ուրեմն երիտասարդներին, նրանք կարողանան եւ բանակի տեխնիկան սպասարկեն, նորոգեն, վերանորոգեն, շահագործեն եւ ծառայությունից հետո կստանան համապատասխան որակավորման փաստաթուղթը եւ կունենան մասնագիտություն, որոնք նրանք կարողանան իրենց մի կտոր հարցը վաստակել նաեւ խաղաղ կյանքում։ Այդ մասնագիտություններից է նաեւ ծրագրավորողը, որովհետեւ այսօր գիտեք 5-րդ բակալենիայի
պատերազմներ են, 5-րդ գալենիայի բանակներ են, ունդեղ առանց ծրագրավորման հիմունքները թեկուս իմանալու հնարավոր չի շահագործել, սպասարկել զինվորական տեխնիկա, խոսքը գնում է և այդ անօդաչու թռչող սարքերի մասին և բազմաթիվ այլ սարքերի մասին ռազմական, իսկ տիրապետելով այդ հմտություններին, այդ երիտասարդները, եթե նույնիսկ ծառայությունից հետո չուզենան ստանան բարձրագույն կրթություն, այդ իրանց ստացած ունակություններով և որակավորումը հաստատող փաստաթղթով բարձր վարձատրվող աշխատանքի կարող են անցնել արդեն խաղաղ պայմաններում։ Ես առաջարկում եմ, որ մեր զինծառայողները որոշակի զանգ եկավ կներեք, որոշակի ուրեմն ժամկետը ծառայելուց հետո հնարավորություն ունենան արձակուրդ գնալ կարճաժամկետ արձակուրդ գնալ շաբաթ-կիրակի օրերը իրանց հազատների տեսակցության համար պարբերաբար հաճախակի, նույնիսկ ամեն շաբաթ-կիրակի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը բավականին փոքր տարածք ունի եւ Զորամասից մինչև տուն հասնելը, ընդ որում պետության հաշվին, հա, այսինքն նրանք ունենան միջքաղաքային փոխադրողների համար նախատեսված ինչ-որ սերտիֆիկատներ, որոնք ներկայացնելով նրանք կարող են Հանրապետության շաբաթ-կիրակի օրերին Հանրապետության տարածքում ուրեմն միջքաղաքային ավտոբուսներով երթևեկել։ Նրանք կարող են գնալ իրանց հարազատների, իրանց տուն, իրանց հարազատների տեսակցության։ Եվ բազմաթիվ այլ խրախուսման մեթոդներ կան, հա, եւ դեպ կներեք մոռացա, աղջիկերքի համար դա կարող է լինել միջին մասնագիտական կրթության մակարդակի, ուրեմն բժշկական հմտություններ ստանալը, պարամեդիկների կամ նույնիսկ բուժքույրերի, սանիտարկաների մասնագիտություն ստանան, որը որ ծառայություն ավարտելուց հետո նրանք ունենան դիպլոմ եւ այդ դիպլոմով կարող են խաղաղ կյանքում նույնպես աշխատել պարամեդիկ, բուժքույր, նրանք կարող են ստանալ միջին մասնագիտական մանկավարժական կրթություն ծառայության ընթացքում, որպեսզի ծառայությունից հետո խաղաղ կյանքում կարողանան այդ օգտագործելով դիպլոմը եւ ունակությունները անցնեն օրինակ մանկապարտեզներում որպես դահակներ եւ այլն, նույնիսկ հնարավոր է, որ բանակում, գիտեք, հոգեբանների պահանջարկել է լինում, նրանք կարողանան ստանան հոգեբանի որակավորում, ձեռք բերեն հոգեբանի հմտություններ եւ կարծում եմ, որ 2 տարին բավական ժամանակ է, որպեսզի իրան կարողանան որոշակի իհարկե սահմանափակումներով այդ հմտություններին տիրապետեն եւ ստանան որակավորում եւ աշխատեն որպես հոգեբաններ եւ այլն բազմաթիվ են այդ հնարավորությունները, կարելի է քննարկել, ավելացնել, պակասացնել, բայց իմաստը, այսինքն պատժել ծառայության չանցնելու համար գումարային պատժի փոխարեն անցնել ծառայության անցնելու դիմաց խրախուսման քաղաքականությանը։ Իմ կարծիքով սա ավելի արդյունավետ է, սա կբերի մեր բանակի համալրմանը հավելյալ զինվորական ուժով, կբարձրացնի մեր բանակի մարտունակությունը եւ քանակության առումով եւ որակի առումով եւ հավատացած եղեք այս պարագայում, իհարկե սա բավական անհրաժեշտ, բայց բավական պայման չի, բայց մեր Սփյուռքի ապրող զորակայության
տարիք ունեցող մեր երիտասարդները, որ իմանան հայրենիքում կարող են ստանալ անվճար բարձրագույն կրթություն ծառայության դիմաց, նրանք կծառայեն, կստանան իրենց բարձրագույն կրթությունը անվճար եւ այդպիսով շատ հարցեր կլուծվի այստեղ։ Շատ կարևոր է նաեւ մեր սպայական կազմի որակի բարձրացումը, դա արդեն ուրիշ հարց է։ Մի խոսքով ասածիս իմաստը սա էր, շնորհակալություն ձեզ ուշադրության համար, լավ եղեք։